Շարունակում ենք 17-րդ գլուխը, մասնավոր Պողոսի քարոզի հատվածն ենք ուսումնասիրում։ Եվ ինչպես գիտեք, բաժանել էինք 3 մասի։ Ես շատ կարճ 1-2 րոպեվա ընթացքում ձեզ կներկայացնեմ մեր անցածը, որպեսզի վերհիշեք եւ կանցնենք հաջորդ մասին։ Ավելի կոնկրետ Պողոսի քարոզի բովանդակությանը, թե ինչ քարոզեց նա Աստծո մասին կռապաշտներին, սնահավատ մարդկանց։ Վերնագրել էի այսպես առաջին ճիշտ ներկայացնելու անհրաժեշտությունը կամ ծանոթություն, անծանոթ աստծուն իր իսկ բառերով, ինչպես որ Պողոսն է ձևակերպում։ Եվ 22 եւ 23-րդ համարներում մենք տեսանք քարոզի նախաբանը, որ Պողոսը տվեց, այնուհետև այսօր ուսումնասիրելու ենք 24-ից 29-րդ համարները, որտեղ տեսնելու ենք քարոզի բովանդակությունը, կոնկրետ ինչ քարոզեց Աստծո մասին Պողոսը։ Եվ մյուս անգամ, Տերը կամենա, վերջին մասը կուսումնասիրենք Պողոսի քարոզի կոչը եւ այդ քարոզին տրված արձագանքը մարդկանց։ Եվ գլխավոր միտքը հետեւյալն է, որը նույնն է նաեւ այսօրվա համար, որովհետեւ հատվածի շարունակությունն է, Աստծուն ճիշտ ճանաչելու համար պետք է ճիշտ ներկայացնել նրան։ Կռապաշտությունը շատանում է, որովհետեւ մարդիկ Աստծուն ճիշտ չեն ճանաչում։ Եվ ինչպես որ ճանաչում են, այդպես էլ պաշտում են։ Եվ եթե մենք ուզում ենք, որ մարդիկ ճիշտ երկրպագեն Աստծուն, մենք պետք է ճիշտ ներկայացնենք Աստծուն։ Մարդիկ պետք է ճիշտ ճանաչեն նրան, որ կարողանան նրան վայել կերպով, նրան արժանի կերպով մոտենալ եւ ոչ թե անսահման Աստծուն դնել սահմանների մեջ, դարձնելով տաճարների կամ արձանների մակարդակի։ Այնպես որ սա հիշեք, եթե ուզում եք, որ կռապաշտությունը վերանա, թեպետ եւ երկրի վրա դժվար թե այդպիսի շրջան գա, մինչ Հիսուսի գալը, կամ քչանա գոնե, ուրեմն միշտ քարոզեք Աստծուն եւ ներկայացրեք ճիշտ կերպով նրան, որպեսզի մարդկանց սխալ համոզմունքներն ու պատկերացումները փոխվեն եւ նրանք Աստծուն կարողանան ընկալել ճիշտ եւ ճանաչել հենց այդպես ինչպես որ կա եւ Աստծուն ճիշտ ճանաչելու միջոցը նրան ճիշտ ներկայացնելն է։ Սնահավատ մարդիկ, ինչպես ասացինք, առաջին կարող են ճիշտ ճանաչել այն ժամանակ, երբ նրա մասին ճշմարտությունն է քարոզվում։ Այսպիսով, այս հատվածում մենք տեսնում ենք Աստծո մասին քարոզի 3 շեշտադրում, որ Պողոսն է անում։ Մենք մեկ շեշտադրումը անցած անգամ ուսումնասիրեցինք, երկրորդը այսօր կուսումնասիրենք։ Երկրորդ շեշտադրումը, որ Աստծո մասին պետք է քարոզել, թե ինչ պետք է քարոզել, կտեսնենք 4 ճշմարտություններ այսօր եւ մյուս անգամ Տերը կամենա արդեն երրորդ շեշտադրմանը ուշադրություն կդարձնենք։ Այսպիսով մենք 24-ից 29-րդ հատվածում ենք եւ պետք է ներկայացնել Աստծո ով լինելը։ Պողոսը շեշտում է Աստծո մասին ճշմարտություններ, որոնք մենք այստեղ տեսնում ենք։ Անցածը կարող եք պարզապես հիշել, ինչ քարոզել սնահավատներին, որպեսզի ճանաչեն Աստծուն, պետք է քարոզել արարիչ Աստծո մասին։ Եվ սա Պողոսի նախաբանն էր։ Պողոսը, օգտվելով նրանց կրոնասեր լինելու առիթից, մեղմացուցիչ կերպով կռապաշտ չկոչեց նրանց եւ կոչեց կրոնասեր, որպեսզի ցույց տա նրանց ձգտումը հոգեվորի նկատմամբ եւ դրա միջոցով հող նախապատրաստեց, որ քարոզի Աստծո մասին, կենթանի ճշմարիտ Աստծո մասին։ Եվ այսօր մենք արդեն ցանցածն էր կուսումնասիրենք երկրորդը։ Ուրեմն ասեմ, որ սլայդից կարողանաք ճիշտ օգտվել։ Սա, քանի որ երկրորդ կետն է, վերևում ես գրել եմ երկրորդ կետի այդ 4 ճշմարտությունները, ենթակետերը, այսինքն բոլոր այս 4 ճշմարտությունները Աստծո ով լինելու մասին են։ Աստծո ով լինելու մասին 4 ճշմարտություն ենք մենք տեսնում այս հատվածում 24-ից 29-րդ հատվածում։ Եվ այսօր սլայդի մեջ մի փոքր փոփոխություն եմ բերել, ել ավելի հեշտացնելու համար ձեր գործը, եւ գրել եմ դեղինով նշվածը, անմիջապես գրել եմ համարի իմաստը։ Այսինքն այն ինչ որ Պողոսն ուզում է, որ իր լսարանը հասկանա։ Այսինքն առաջին, ինչ քարոզել սնահավատներին, որպեսզի ճանաչեն Աստծուն, պետք է քարոզել Աստծո մեծության մասին եւ Պողոսը սկսում է այդտեղից, բայց որպեսզի ձեր հիշողությունը թարմացվի, առաջարկում եմ ընթերցենք այդ հատվածը եւ սկսենք ուսումնասիրել։ Գործք առաքելոց 17-րդ գլուխ 24-ից, եկեք 22-ից կարդանք, որ ամբողջական լինի, մինչեւ 29-ը։ Պողոսն էլ կանգնեց
Արիսպագոսի մեջ եւ ասաց. Ով Աթենացիք, ես տեսնում եմ, որ դուք շատ կրոնասեր եք։ Քանի որ երբ շրջում էի եւ նայում ձեր պաշտածներին, տեսա մի խորան, որի վրա գրված էր անծանոթ Աստծուն։ Նա, ում դուք առանց ճանաչելու պաշտում եք, ես նրան եմ քարոզում ձեզ։ Հիմա տեսեք ինչեր է քարոզում Աստծո մասին։ Աստված, որ ստեղծեց աշխարհը եւ այն ամենը, ինչ նրա մեջ է, նա երկնքի եւ երկրի Տերը լինելով ձեռակերտ տաճարներում չի բնակվում։ Ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, կարծես որևէ բանի կարիք ունի, քանի որ ինքն է բոլորին կյանք ու շունչ ու ամեն բան տվողը։ Եվ նույն արյունից մարդկանց բոլոր ազգերին ստեղծեց, որ ամբողջ երկրի երեսին բնակվեն, եւ հաստատեց նախակարգյալ ժամանակները եւ նրանց բնակության սահմանները, որ նրանք Աստծուն փնտրեն, որ խարխափելով թերևս գտնեն նրան, թեև նա մեզանից ոչ մեկից հեռու չէ։ Որովհետև մենք նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասացին, թե մենք նրա զարմն ենք, ու քանի որ Աստծո զարմն ենք, չպետք է համարենք, թե աստվածությունը նման է ոսկու կամ արծաթի կամ քարի, որ քանդակված է մարդկային վարպետությամբ ու խելքով։ Ինչ քարոզել սնահավատներին, որպեսզի նրանք ճանաչեն Աստծուն։ Առաջին պետք է քարոզել Աստծո մեծության մասին։ Պետք է քարոզել Աստծո մեծության մասին, որպեսզի նրանց մոտ այդ սահմանափակ ընկալումները փոխվեն։ 24-ից 29-րդ համարում, հատվածում մենք տեսնում ենք 4 ճշմարտություն Աստծո ով լինելու մասին, ես արագ թվեմ, Աստծո մեծության մասին 24-ում ենք տեսնում, 25-ում Աստծո ինքնաբավության մասին ենք տեսնում, 26-ից 28-ում տեսնում ենք Աստծո ճանաչելիության մասին եւ 29-ում տեսնում ենք Աստծո բնույթի մասին։ Եվ սկսենք սկզբից։ Պետք է քարոզել Աստծո մեծության մասին եւ նայեք 24-րդ համարին, այս համարում տեսնում ենք Աստծո մեծությունը ցույց տվող 3 փաստ։ Ինչ փաստեր կան այս համարում, որոնք ցույց են տալիս Աստծո մեծությունը, որ Պողոսը օգտագործում է իր քարոզի մեջ։ Եվ համարի դասը, որ Պողոսն ուզում է փոխանցել իր լսարանին, հետևյալն է. անսահման Աստված չի սահմանափակվում կառույցների մեջ։ Այս 3 փաստերը նշելով Պողոս առաքյալը ուզում է, որ նրանց մտքում փոխվի Աստծո մեծության, Աստծո չափերի մասին ընկալումը։ Եվ տեսեք ինչ է նա ասում. Աստված, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամենը, ինչ նրա մեջ է, նա երկնքի եւ երկրի Տերը լինելով ձեռակերտ տաճարներում չի բնակվում։ Պողոսը Աստծո ով լինելու մասին իր քարոզը սկսում է Աստծո մեծության թեմայից։ Հիշեք, կռապաշտության ցանկացած դրսևորում ապացուցում է, որ մարդու պատկերացումը աղավաղված է Աստծո ով լինելու եւ նրա անսահմանության մասին։ Քանի որ կռապաշտը Աստծուն պատկերացնում եւ պատրաստում է սահմանափակ եւ որևէ արձանի կամ կերպարի ձևով։ Իսկապես որ անհրաժեշտ է սկսել հենց Աստծո մեծությունից եւ Պողոսը հենց այդտեղից էլ սկսում է։ Ինչ է ասում։ Ասում է նա, այն Աստված, ում մասին ես խոսում եմ, նա ստեղծողն է աշխարհի։ Պողոսը ցույց է տալիս, որ Աստված չի կարող սահմանափակ լինել, քանի որ ինքն է սահմաններ ստեղծողը։ Աստված, որ ստեղծեց աշխարհը եւ այն ամենը, ինչ նրա մեջ է, սա նույնիսկ տրամաբանական է։ Տեսնում եք, որտեղից է Պողոսը սկսում։ Աստծո մեծության թեմայից։ Աստված է ստեղծողը։ Սրանով Պողոսը ցույց է տալիս, որ իր նկատի ունեցած Աստվածն է այն ստեղծողը եւ իրական մեկ ճշմարիտ Աստվածը։ Եվ Աստվածաշունչը հստակ է ցույց տալիս այս տարբերակումը ճշմարիտ Աստծո եւ կուռքերի։ Ես չգիտեմ դուք ուշադրություն դարձնում եք կարդալիս, բայց Սուրբ Գիրքը շատ է դա ցույց տալիս։ Օրինակ 5 կտականից մի օրինակ, 2-րդ օրինաց 4:35-ում այսպես է գրված. Սա ցույց տրվեց քեզ, որ իմանաս, թե Տերն է Աստված եւ չկա մի ուրիշը բացի նրանից։ Ցույց տրվեց, որ իմանաս։ Առաջին Մնացորդաց 28:9 եւ դու որդյակ իմ Սողոմոն ճանաչիր քո հոր Աստծուն, որ ծառայես նրան։ Կամ Սաղմոսներում է շատ հնչում
Սաղմոս երկեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, այսինքն միշտ բնութագրիչ կա, թե ում մասին է խոսքը։ Պողոսը կասեր, թեպետև մեկ Աստված կա, մնացածը կուռքեր են, աստվածներ են համարվում թե երկնքում, թե երկրի վրա, բայց տարբերակման համար, որ մենք հասկանանք ում մասին ենք խոսում, նա ընդգծում է։ Ինչպես 5 տականում էլի շատ ձևակերպումներ կան, կարող եք ուշադիր լինել, որ ասում է ես Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածն եմ։ Ցույց տալու համար, որ խոսում է Արարչի մասին։ Համար առօրյայում երբ մարդկանց հետ խոսում եք, կարող եք նաեւ ճշտել, մի սահմանափակվեք նրանց այն հայտարարությամբ, որ իրենք Աստծուն են հավատում։ Ով է, ում մասին է խոսքը։ Շփոթել հնարավոր չէ այս դեպքում։ Մենք խոսում ենք ստեղծող Աստծո մասին, Պողոսն ասում է։ Եվ չափազանց կարևոր մեկ համար, որ Հիսուսն ասաց Հովհաննես 17:3-ում, այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծո եւ նրան, որին ուղարկել ես Հիսուս Քրիստոսին։ Այս մեկ արտահայտությամբ Պողոսը սկսեց քանդել սնահավատության արմատները, ցույց տալով կռապաշտության խաբկանքը։ Հիշեք, Աստված չի կարող սահմանափակ լինել, քանի որ ինքն է ստեղծել աշխարհը։ Սա տրամաբանական է, չէ՞։ Աստծո գոյությունը ժամանակից դուրս է։ Այն փաստը, որ Աստված ոչ սկիզբ ունի, ոչ վերջ, ցույց է տրված Սաղմոսներում եւ շատ այլ տեղեր, օրինակ Սաղմոս 89-ում այսպես է գրված. «Դեռ լեռները չծնված եւ դու հիմնեցիր երկիրն ու տիեզերքը եւ դարեդար դու ես Աստված»։ Հոբի գրքում ենք կարդում, Եղիուսն է խոսում Աստծո մասին, ասում են նրա տարիների թիվն անհետազոտելի է։ Այսինքն մենք չենք կարող դա իմանալ, հասկանալ, նա ժամանակից դուրս գոյություն է։ Աստծո հավերժությունը ենթադրվում է նաև այն տեքստերում, որտեղ խոսվում է այն փաստի մասին, որ Աստված միշտ կա կամ միշտ գոյություն ունի։ Օրինակ Հայտնություն 1:8-ում ասում է. «Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը», ասում է Տերը, ուշադիր լսեք, ով կա, ով կար եւ գալու է, ամենակարողը։ Դա մատնանշում է նաև Հիսուսի կողմից ներկա ժամանակաձևի այս համարձակ օգտագործումը, երբ ինքը փարիսեցիներին ասաց. «Ես մինչև Աբրահամի լինելը, ես կամ, ես եմ»։ Տեսեք Գրուդեմը ինչ է գրում Աստծո գոյության եւ ստեղծագործության կապի մասին։ Ասում է. «Այն փաստը, որ Աստված երբեք չի սկսել գոյություն ունենալ, կարող է տրամաբանորեն բխել այն փաստից, որ Աստված ամեն ինչ ստեղծել է»։ Այս քարոզում տրամաբանությունը շատ է, որովհետև հույների, փիլիսոփաների հետ է խոսում, այնպես որ ձեր մտքերը տրամադրեք տրամաբանությունը հասկանալու։ Այն փաստը, որ Աստված երբեք չի սկսել գոյություն ունենալ, կարող է տրամաբանորեն բխել այն փաստից, որ Աստված ամեն ինչ ստեղծել է եւ որ ինքը նա ոչ նյութական հոգի է։ Այսինքն ստեղծագործությանը նայելով մենք կարողանում ենք պատկերացում կազմել Արարչի մասին։ Սա տրամաբանական է։ Հիշում եք անցած մասում փաստարկներից մեկը տրամաբանական պատճառահետևանքային փաստարկն էր։ Բազմաստվածության մեջ ընկղված ժողովրդին ասում է, որ իրականում կա մեկը, ով ստեղծել է ամբողջ աշխարհը եւ ավելացնում է Պողոսը, տեսեք, եւ այն ամենը, ինչ նրա մեջ է։ Ստացվում է, որ ըստ այս հայտարարության բազմաստված աթենացիները գործ ունեն մեկ Աստծո, ստեղծիչ Աստծո հետ, ով ստեղծել է ոչ միայն ինչ-որ մի բան, այլ ողջ աշխարհը եւ ոչ միայն աշխարհը, այլև ամեն բան, ինչ նրա մեջ է։ Նրա եղածները, աշխարհի մեջ եղածները։ Նա առանց բացառության ամեն ինչի ստեղծողն է եւ չի կարելի ստեղծողին փոքրացնել ստեղծագործությամբ։ Հենց սա է կռապաշտության մտային խնդիրներից մեկը։ Մարդը կարծում է, որ Աստված փոքր է այնքան, որ կարելի է մի բանի մեջ տեղավորել կամ կերպարանք տալ նրան։ Ուրեմն առաջին փաստն այն է, որ Աստված ստեղծողն է, եւ դա նշանակում է, որ նա չի կարող սահմանափակվել իր ստեղծածի մեջ, քանի որ ինքն է ստեղծել եւ ավելի մեծ է դրանից։ Գիտեք, աստվածաբանական լեզվով Աստծո մեծությունն ու միևնույն ժամանակ ստեղծագործության մեջ ներկա լինելը երկու տերմինով է բնութագրվում, ովքեր լսել են ամրապնդեն, ովքեր ոչ կսովորեն, կոչվում է տրանսցենդենտություն եւ իմմանենտություն։ Ինչ են սրանք։ Ինչ են նշանակում այս տերմինը եւ որն է սրանց իմաստը։ Արարչությունը բաժանված է Աստծուց, բայց դեռևս հավիտյան կախված է նրանից։ Արարչագործությունը բաժանված է Աստծուց,
բայց միևնույն ժամանակ կախված է նրանից։ Աստծո եւ արարչության միջև հարաբերությունների մասին Աստվածաշնչյան ուսմունքը եզակի է բոլոր համաշխարհային կրոնների մեջ։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված բաժանված է իր արարչությունից, նա դրա մասը չէ, քանի որ նա է ստեղծել այն եւ կառավարում է այն։ Այն պատճառով, որ Աստված անհամեմատ ավելի մեծ է, քան արարչությունը, հաճախ խոսում են այս մասին կոչելով տրանսցենդենտություն։ Դա նշանակում է լինել բարձր, լինել դուրս, լինել ավելի վեր, իր ստեղծագործությունից տարբեր եւ վեր։ Պարզ ասած, դա նշանակում է, գրում է Գրուդեմը այսպես, որ Աստված շատ ավելի բարձր է արարչությունից այն իմաստով, որ նա ավելի մեծ է, քան արարչությունը եւ կախված չէ դրանից։ Աստված նաեւ սերտորեն կապված է արարչության հետ, ինչ իմաստով։ Քանի որ արարչությունը մշտապես կախված է նրանից իր գոյության եւ գործունեության մեջ։ Աստծո կապը արարչության հետ հաճախ նշվում է օգտագործելով այս իմմանենտություն տերմինը։ Սա ինչ է նշանակում։ Հատուկ տերմին է, այսինքն գտնվել արարչության մեջ։ Տրանսցենդենտությունը արարչությունից դուրս, այլ բարձր, վեր, տարբեր, իմմանենտությունը խոսում է այն գաղափարի մասին, որ Աստված ինչպես է ներգրավված արարչագործության պահպանության մեջ։ Աստվածաշնչյան Աստվածը վերացական աստվածություն չէ, որը հեռացված է իր արարչությունից եւ հետաքրքրված չէ դրանցով։ Աստվածաշունչը Աստծո միջամտության պատմությունն է արարչության մեջ, գրում է Գրուդեմը, հատկապես մարդու գործերում։ Հոբը պնդում է, որ նույնիսկ կենդանիները եւ բույսերը կախված են Աստծուց, Հոբ 12:10։ Նրա ձեռքում է ամեն կենդանի էակի հոգին եւ ամեն մարդկային մարմնի շունչը։ Այսինքն սա խոսում է Աստծո ստեղծագործությանը մոտ լինելու, խնամակալ լինելու մասին։ Այսինքն միևնույն ժամանակ նա եւ մեծ է եւ տարբեր է եւ միևնույն ժամանակ նա մոտ է եւ հոգ է տանում։ Այս ընկալումը հեթանոսների մոտ աղավաղված է։ Եվ սա դեիզմ չէ, սա թեիզմ չէ, սա պանթեիզմ չէ, մենք խոսենք դրանց մասին, Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս Աստծո եւ տրանսցենդենտալ լինելը եւ իմմանենտ լինելը, այսինքն եւ վերև եւ արարչության հետ լինելը։ Եվ իրոք Քրիստոսի մասին ասվում է ամեն ինչ նրանով է կանգուն մնում։ Կողոսացիս 1:17 նա անընդհատ պահում է, Եբրայեցիս 1:3 ամեն ինչ իր զորության խոսքով։ Գիտեք, այդ պահել բառը օգտագործված է մի ժամանակաձևով, որը օգտագործում էր ակտիվ գործողություններ նկարագրելու համար, որ պահում է։ Օրինակ այդ նույն բառն է գործածված եւ գրված է Հիսուսը երբ ջուրը գինի է դարձնում, ասում է գինին տարեք սեղանապետի մոտ։ Այդ տանել բառը նույն այդ պահել բառն է։ Կամ Պողոսը գրում է Տիմոթեոսին վերարկուս կբերես քեզ հետ, հա, այդ բերել բառը։ Այսինքն բառը գործածված է ցույց տալով ակտիվ գործողություն, որ պահողը, տանողը ինքը անմիջական շփման մեջ է այն առարկայի հետ, որի մասին խոսքն է։ Այսինքն երբ ասում է, որ Քրիստոս իր զորության խոսքով պահում է ամեն բան, դա նշանակում է իր անմիջական ներգրավվածությունը տվյալ պահվող իրի առարկայի կամ մարդու նկատմամբ։ Դա նշանակում է, եթե Քրիստոս մի վայրկյան իր ձեռքը վերցնի, դա չի պահպանվի։ Սա նկարագրում է մտերմությունը Աստծո, ինչպես է նա հոգ տանում իր ստեղծագործության համար։ Այն փաստը, որ արարչությունը տարբեր է Աստծուց, բայց միևնույն ժամանակ հավիտյան կախված է Աստծուց, որ Աստված շատ ավելի բարձր է արարչությունից, բայց միշտ կապված է դրա հետ, մի խոսքով նշանակում է, որ Աստված եւ տրանսցենդենտ է, եւ իմմանենտ։ Մի փոքր բարդ էր, բայց կարողացաք պատկերացնել էությունը, հա։ Ես աստվածաբանությամբ չեմ ուզում տերմիններով ձեզ ծանրաբեռնել, բայց ստիպված ենք մի քանի բաներ սովորել։ Պողոսի առաջին փաստարկը հենց այս է. Աստվածը ստեղծել աշխարհը եւ այն ամեն ինչ նրա մեջ է։ Աստված չի կարող փոքր լինել իր իսկ ստեղծածից։ Պողոսն ավելի է զարգացնում միտքը, ավելացնելով եւս մեկ փաստ Աստծո մեծության մասին եւ ասում է, որ այս Աստված ով ստեղծել է, նա նաեւ Տերն է երկրի։ Տեսնում եք։ Ստացվում է, որ Պողոսի տրամաբանությունը այստեղ այն է, որ Աստված չի կարող սահմանափակ լինել, քանի որ ինքն է ստեղծել եւ հիմա էլ ինքն է Տերը այս երկրի։ Այսինքն սա տրամաբանությանը հակառակ է, ինչպես եք դուք Աստծուն տեղավորում
փոքր արձանի մեջ, երբ ինքն է ստեղծել եւ ինքն է տիրում դրա վրա։ Դա նույնն է, որ ասես նկարիչը կախված է իր նկարից։ Նկարիչը ստեղծում է նկար, նկարը չի կարող սահմանափակել նկարչին։ Նկարիչը միշտ մեծ է իր ստեղծածից եւ չի կարող նույնացվել նրա հետ։ Կամ ճարտարապետը եւ շենքը։ Ճարտարապետը նախագծում է տուն, բայց տունը չի պարունակում ճարտարապետին։ Ստեղծված կառույցը չի կարող սահմանափակել կամ ներկայացնել իր ստեղծողին ամբողջությամբ։ Նկատեք այս մտքի կարևորությունը։ Ստեղծված կառույցը չի կարող սահմանափակել կամ ներկայացնել իր ստեղծողին ամբողջությամբ։ Ծրագրավորողներ ունենք, չէ՞ մեր մեջ։ Ծրագրավորողը ստեղծում է ծրագիր, բայց ինքն ապրում է ծրագրից դուրս եւ իշխում է ծրագրի վրա։ Տեսնում եք հեթանոսների, կռապաշտների տրամաբանությունը ինչպես էր խապված։ Եզրակացություն. ստեղծված համակարգը կախված է ստեղծողից, բայց ստեղծողը կախված չէ նրանից։ Տեսնում եք, որ կռապաշտությունը մտային խապկանքի մեջ է պահում մարդուն եւ ուզում է անսահմանին տեղավորել սահմանների մեջ։ Եվ վերջին երրորդ փաստը տեսեք Աստծո մեծության, այն է, որ Աստված սահմանափակ չէ։ Աստված սահմանափակ չէ։ Նայեք համարի վերջին մասին։ Աստված, որ ստեղծեց աշխարհը եւ այն ամեն ինչ նրա մեջ է, նա երկնքի եւ երկրի Տերը լինելով ձեռակեր տաճարներում չի բնակվում։ Բնակվել բառը քաթոյքեո բառն է, որ նշանակում է ապրել, բնակություն հաստատել, հաստատուն եւ տևական։ Աստծո անսահման եւ անսահմանափակ լինելը Պողոսը ցույց է տալիս նաեւ Աթենքի տաճարները տեսնելով։ Ինչպես արդեն գիտեք, քաղաքը ընկղված էր կռապաշտության մեջ եւ հնարավոր է Պողոսը ակնարկում էր բազմաթիվ ձեռակեր տաճարների մասին, խոսքը հենց այսպես ձևակերպելով։ Ահա տեսեք, Պողոսը վերջապես մատնանշում է հավերժական ճշմարտությունը։ Արարիչը ձեռակերտ տաճարներում չի բնակվում։ Նա մեծ է տաճարից, նա տերն է տաճարների, նա չի տեղավորվում տաճարներում, այն էլ մարդու ձեռքով պատրաստված։ Այս միտքը գործքում հնչել է, հիշում եք։ Ստեփանոսի քարոզում 7-րդ գլուխ 46-51-ը։ Նա, այսինքն Դավթի մասն է խոսքը, Աստծո առաջ շնորհ գտավ ու խնդրեց Հակոբի Աստծո համար բնակարան կառուցել, բայց Սողոմոնը նրա համար տուն շինեց։ Լսեք հակադրությունը։ Սակայն Բարձրյալը ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ինչպես Մարգարեն է ասում, լսեք համեմատությունը, երկինքն իմ աթոռն է, երկիրը իմ ոտքերի պատվանդանը։ Ինչպիսի տուն պիտի շինեք ինձ համար։ Ասում է Տերը, կամ որն է հանգիստ առնելու իմ տեղը, չէ՞ որ իմ ձեռքն է այս ամենը ստեղծել։ Նույն տրամաբանությամբ է Տերը խոսում։ Սա կռապաշտության մտային խապկանքն այն փորձում է անսահմանին սահմանափակել։ Հիշեք, անսահման Աստված չի սահմանափակվում կառույցների մեջ կամ անսահման Աստված չի տեղավորվում ձեռակերտ տաճարների մեջ։ Հարց բոլոր նրանց, ովքեր արարչին սահմանափակում կամ սահմանափակելու փորձեր են անում։ Ինչ է կարծում, տրամաբանական է ստեղծողին խցկել ստեղծվածի մեջ։ Իմաստուն է անսահմանին սահմանափակելու փորձ անել։ Դրա համար իմացեք Աստծո մեծության մասին եւ խոնարհվեք նրա առաջ եւ ազատվեք տրամաբանական այս խապկանքից, որով բռնել է շատերի միտքը սատանան։ Արևապաշտներ, լուսին պաշտողներ, ծառ ու ծաղիկ պաշտողներ, տիեզերական ուժերի հավատացողներ, Երուսաղեմից բերված կարմիր թելի հավատացողներ, իմաստությանը հավատացողներ, ուժի կամ լռությանը հավատացողներ։ Հիշեք, Արարիչն է ստեղծել այդ ամենը եւ ինքը չի կարող տեղավորվել իր ստեղծածի մեջ։ Դարձի եկեք ձեր այս մոլար համոզմունքներից եւ պաշտեք միակ ու ճշմարիտ Աստծուն, ում ավելի ճշգրիտ մենք ճանաչեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմքով, Եբրայեցիս 1-3, որի միջոցով ստեղծվեց նաեւ դարերը, նա է նրա փառքի լույսը ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Հիսուսի դեմքով մենք ճանաչեցինք Հորը, ինչպիսին է։ Այսպիսով, ինչ քարոզել սնահավատներին, որպեսզի ճանաչեն Աստծուն, առաջին քարոզեք Աստծո մեծության մասին, որպեսզի կարողանան տեսնել իրենց մտային խապկանքը եւ որպեսզի անսահմանին չփորձեն տեղավորել սահմանի մեջ։ Երկրորդ ճշմարտությունը Աստծո մասին, որ Պողոս այստեղ քարոզում է, Աստծո ինքնաբավության մասին է։
Ինչ քարոզել սնահավատներին, որպեսզի ճանաչեն Աստծուն։ Պետք է քարոզել Աստծո ինքնաբավության մասին։ Նայեք 25-րդ համարին, այս համարում տեսնում ենք Աստծո ինքնաբավությունը ցույց տվող երկու փաստ։ Ինչ փաստեր կան այս համարում, որոնք ցույց են տալիս Աստծո ինքնաբավությունը։ Ինքնաբավությունը ցույց տվող երկու փաստ։ Աստված առաջին 25-ի առաջին մասը կարիքներ չունի, եւ երկրորդ մասը Աստված է կյանքի եւ գոյության աղբյուրը։ Եվ դասը, որ Պողոսն ուզում է իրենց փոխանցել այս համարի միջոցով, հետեւյալն է. Աստված կարիք չունի ստանալու, քանի որ ինքն է տվողը։ Տրամաբանական է։ Ինքը չունի կարիք, որովհետեւ ինքն է տվողը։ Այսպիսով պետք է քարոզել ոչ միայն մեծության մասին, այլև Աստծո ինքնաբավության։ Ուրեմն Պողոսն ասաց, որ արարիչը ոչ միայն ձեռակեր տաճարներում չի բնակվում, այլ շարունակում է հաջորդ համարում, տեսեք, ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, կարծես որևէ բանի կարիք ունի, քանի որ ինքն է բոլորին կյանք ու շունչ ու ամեն բան տվողը։ Ուրեմն Աստծո ինքնաբավ լինելը Պողոսը փաստում է հետևյալ մտքով. ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում այս արտահայտությամբ։ Պաշտվել բառը թերապիո բառն է, որը բխում է թերապոն կամ թերապիա բայից, թերապիա, ծանոթ է։ Բառացի նշանակությունն է ծառայել, հոգ տանել, սպասարկել, խնամել, այլ տեղերում նաև բուժել։ Պողոսն ասում է, որ Աստված կախված չէ մարդկային խնամքից, կամ սպասարկումից, կամ սպասավորությունից։ Կարևոր նրբություն, այստեղ խոսքը երկրպագելու մասին չէ Աստծուն։ Դրա համար այլ բառ կա, այլ կարիքավորի պես վերաբերվելն է Աստծուն։ Տեքստում ասվում է ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, կարծես որևէ բանի կարիք ունի։ Տեսնում եք Պողոսն իրեն բացատրում է, հստակեցնում է իր նկատի ունեցածը եւ ասում է, որ Աստված կարիք չունի։ Առավել եւս, որ այս բառը գրված է կրավորական սեռով, որը կրկին մատնանշում է, որ խոսքը մարդու կողմից Աստծուն որևէ ծառայություն մատուցելու մասին է, վերաբերվելով նրան որպես կարիքավոր։ Գիտեք, հեթանոսական տաճարներում քահանաները հաճախ սնունդ եւ այլ անհրաժեշտ իրեր էին մատուցում իրենց աստվածներին, բայց ճշմարիտ Աստված մարդկային ծառայությունների եւ սպասարկումների կարիք չունի։ Աստծուն որպես կարիք ունեցողի ընկալելը դա մոլորություն է։ Մի արտահայտություն կար, ես երկար մտածում էի, ձեզ փոխանցեմ թե չէ, որովհետեւ այնքան տգեղ միտք է։ Մեկ ուզում էի ասել, մեկ ուզում էի չասել, բայց ասեմ, որ պատկերացնեք, որքան կարող է մարդը աղավաղված, ապականված լինել մտքով, որ անի այսպիսի արտահայտություն։ Լսել եք, ասում են Տեր Աստված, դու մեզ չես կարողանում պահել, իջի մենք ես։ Լսել եք։ Սա խոսում է ծայր աստիճան աղավաղված մտքի մասին։ Ինչպես ես վերաբերվում Աստծուն։ Ինքը կարիք չունի, ինքը քո ձեռքով չի, որ պետք է սպասարկվի։ Դու իրեն ոչինչ չես կարող տալ, իր աստվածությանը ոչինչ չես կարող ավելացնել։ Սա չի համապատասխանում մեր առաջի նկարագրին։ Այսպիսով Աստված կարիքներ չունի, մարդկանց կողմից ծառայություններ ընդունելու կարիք չունի եւ սնահավատները պետք է հասկանան, որ սա մոլորություն է եւ պետք է դարձի գան։ Նրանք Աստծուն չպետք է նմանեցնեն որևէ բանի, չպետք է սահմանափակեն նրան, չպետք է տեսնեն որպես կարիք ունեցող։ Պողոսը նախ ցույց է տալիս սնահավատների ու կռապաշտների մոլորությունը, ասելով, որ Աստված չի սպասավորվում մարդկանց կողմից, հետո հնչեցնում է բացատրությունը։ Տեսեք, ներկայացնելով արարչին ճիշտ այնպես, ինչպես վայել է իրեն։ Տեսեք, համարի երկրորդ մասում Պողոսը բացատրությունն է տալիս։ Ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, կարծես որևէ բանի կարիք ունի, քանի որ ինքն է բոլորին կյանք ու շունչ ու ամեն բան տվողը։ Տեսնում եք ինչու Աստված կարիք չունի։ Պատասխանը շատ պարզ է, քանի որ ինքն է տվողը։ Նա ինքնաբավ է։ Սա երկրորդ փաստն է Աստծո ինքնաբավության։ Նա է կյանքի գոյության աղբյուրը։ Ահա համարի դասը, որ Պողոսը ուզում է սրա միջոցով փոխանցել իրենց։ Աստված կարիք չունի ստանալու, քանի որ ինքն է տվողը։ Պողոսը չափազանց տրամաբանական է խոսում, չափազանց պարզ է խոսում, հնարավորինս պարզ օրինակներ ու բացատրություններ է տալիս, բայց փոխանցում է ահռելի ճշմարտություններ խոր Աստծո մասին։ Այնպիսի ձևակերպումներ է տալիս, որ նույնիսկ փոքրիկ երեխային եթե ասես կհասկանա։
Օրինակ, եթե հիմա մեր մանուկներին Աստծո ինքնաբավության մասին փորձենք բացատրել, իրեն օրինակ ասենք այս դեղինով գրվածը, գիտես, Աստված կարիք չունի ստանալու, քանի որ ինքն է բոլորին ամեն բան տալիս։ Սա պետք է հասկանան, շատ պարզ է։ Բայց ինչ է կատարվում սնահավատի մտքում, այդ ինչպես է աղավաղվում, մթագնվում նրա ուղեղը, որ նա Աստծուն տեսնում է որպես կարիքավոր, որ ինքը պետք է մի բան անի Աստծո համար։ Պողոսն ասում է նա կարիք չունի։ Այսքան պարզ ու խորն են Պողոսի օրինակներն ու տրամաբանությունը։ Ուրեմն եթե մեկի ընկալման մեջ Աստված կարիքավոր է, նրան հիասթափեցնում է Պողոսը, պնդելով, որ Աստված կարիք չունի։ Խնդրում եմ մտածեք, կա արդյոք ձեր պատկերացումների մեջ նման սուտ, թեկուզ թաքնված կերպով։ Օրինակ, եթե դուք նույնիսկ մտածեք, որ ձեր ծառայությունը ինչ որ բան է տալիս Աստծուն, դուք սխալված կլինեք։ Քանի որ նա կարիք չունի ծառայության։ Եթե դուք մտածեք, որ դուք եթե չծառայեք Աստծուց մի բան կպակասի, կրկին կսխալվեք։ Նա ինքնաբավ է։ Մարդը ոչինչ չի կարող ավելացնել Աստծո աստվածությանը եւ ոչինչ չի կարող պակասեցնել նրանից, քանի որ նա է բոլորին կյանք, շունչ ու ամեն բան տվողը։ Պողոսի ներկայացրած Աստված այնքան ինքնաբավ է, որ միշտ տալիս է եւ տալիս է ոչ միայն իր սիրելիներին, համարում տեսնում եք, բոլորին։ Սա Աստծո ընդհանուր շնորհքն է, որ հասանելի է նաեւ չփրկված մարդկանց։ Դրա մասին Հիսուսն էլ խոսեց Մատթեոս 5:44-45-ում, բայց ես ասում եմ ձեզ, սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեզ անիծողներին, բարի կարեք ձեզ ատողներին եւ աղոթեք ձեզ չարչարողների հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է, որովհետեւ նա, տեսեք ինչպես է վարվում, իր արեգակը ծագեցնում է եւ չարերի, եւ բարիների վրա ու անձրև է բերում եւ արդարների եւ անարդարների վրա։ Տեսնում եք, Պողոսը առաջին ներկայացնում է որպես շռայլ, առատաձեռն, բոլորի նկատմամբ, վերջապես ներկայացնում է ինքնաբավ, ով ոչինչի կարիք չունի, այլ ինքն է բոլորին տալիս ամեն բան։ Միթե բանական մարդուն հասկանալի չէ Աստծո առատաձեռնությունն ու բարությունը իր նկատմամբ։ Երբ նա 24 ժամ ամեն վայրկյան նայում է իր շուրջը, ապրում է, վայելում է, վերջիվերջո շնչում է ու կյանք ունի։ Պողոսը Աստծո բարության նպատակի մասին, թե ինչու է նա այս բարությունը նույնիսկ չփրկվածի նկատմամբ ցույց տալիս, գրում է Հռոմեացիս 2:4, ասում է կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը եւ համբերատարությունը արհամարում ես, չգիտենալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում։ Այսինքն այն ինչ որ դու ուտում, խմում, վայելում ես, օգտվում ես այս կյանքից, վերցնում ես ինչ հնարավոր է, դրանք պետք է քո մեջ արթնացնեին այն միտքը, որ այսինչ բարի է սրա ստեղծողը։ Դու պետք է հաշիվ տաս դրա համար։ Ինչպես ես վերաբերվել դրան։ Սիրելի մարդ, ինչպիսին է քո ընկալած Աստվածը։ Արդյոք նա ինքնաբավ է, թե կարիքավոր։ Արդյոք դու կարծում ես, որ կարող ես մի բան տալ նրան կամ լրացնել նրա ինքնաբավությունը։ Դրա համար կոչ, երբ 24 ժամ եւ ամեն վայրկյան ուտում ու խմում ես, երգում ու պարում ես, շնչում ու շարժվում ես, հանգստանում ու վայելում ես, դիտում ես գեղեցիկ ծաղիկները, վայելում ես բնությունն ու ծովերը, ջրերը, սարերն ու անտառները, արևն ու անձրևը, օդը եւ ջուրը ու ամեն բան, դրանք խոսում են Աստծո շռայլության, բարության եւ ինքնաբավության մասին քո նկատմամբ։ Դու պետք է հասկանաս այս, որ Աստծուն ճիշտ ճանաչես եւ պաշտես։ Եվ պաշտես ոչ թե տրվածը, այլ տվողին։ Հիշեք, Աստված կարիք չունի, քանի որ ինքն է բոլորին տվողը։ Բայց իր տվածները, եթե քեզ չուղղորդեն իրեն շնորհակալություն հայտնելու, եթե մտքերը չտանեն արարչի մասին խոհերի, եթե տարվես տվածներով եւ անտեսես տվողին, դու հաշիվ ես տալու դրա համար։ Քանի որ արարչագործության տված վկայությունը բավարար է ապագայում քո դատաստանի համար։ Դու պետք է շնորհակալ լինես, որ այդ չափի ճանաչողություն ունես արարչի նկատմամբ։ Այսպիսով սնահավատներին պետք է քարոզել Աստծո մեծության մասին, որ նրանք չփորձեն տեղավորել անսահմանի սահմանների մեջ, պետք է քարոզել Աստծո ինքնաբավության մասին, որ չկարծեն, թե
արարիչը որևէ կարիք ունի, այլ ճանաչեն նրան որպես շռայլ, ինքնաբավ Աստված, եւ ահա երրորդ ճշմարտությունը Աստծո մասին, որ պետք է քարոզել եւ քարոզում է այստեղ Պողոսը։ Պետք է քարոզել Աստծո ճանաչելիության մասին։ Պետք է քարոզել Աստծո ճանաչելիության մասին, այսինքն այն, որ հնարավոր է իրեն ճանաչել։ Եվ այս համարներում տեսնում ենք Աստծուն մտքով փնտրելու նախադրյալները եւ նրան գտնելու հնարավորությունները։ Մտքով փնտրելու նախադրյալները եւ նրան գտնելու հնարավորություն։ Եվ դասը, որը որ Պողոսը ուզում է այս 3 համարում փոխանցել, հետեւյալն է. պետք է փնտրել Աստծուն բանականությամբ, քանի որ նա մոտ է։ Պետք է փնտրել Աստծուն բանականությամբ, քանի որ նա մոտ է։ Եվ բանական փնտրտուքի համար նախադրյալներ է Աստված ստեղծել, որ մարդիկ կարողանան այդ նախադրյալների միջոցով շոշափելով պատկերացում կազմեն իր մասին։ Եվ նաև տվել է հնարավորություններ իրեն գտնելու։ Տեսեք 26-ից 28-ում ինչպես է Պողոսը ձևակերպում իր ասելիքը։ Ասում է, եւ նույն արյունից մարդկանց բոլոր ազգերին ստեղծեց, որ ամբողջ երկրի երեսին բնակվեն։ Եվ հաստատեց նախակարգյալ ժամանակները եւ նրանց բնակության սահմանները, որ նրանք նպատակը լսեք, Աստծուն փնտրեն, որ խարխափելով թերևս գտնեն նրան, թեև նա մեզնից ոչ մեկից հեռու չէ, որովհետև մենք նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասացին, թե մենք նրա զարմն ենք։ Պողոսը Աստծո ճանաչելիության մասին ասում է, որ Աստված կազմակերպել է այնպիսի պայմաններ, որ մարդիկ այս աշխարհում կարողանան շատ հարցեր տալու միջոցով, իրենց բանականությունը օգտագործելով, աշխարհի մասին դատողություններ անելով որոնեն իրեն։ Այսպիսով, որպեսզի իրականանա բանական փնտրտուք, 26-րդ համարում Պողոսը ցույց է տալիս 3 նախադրյալ, որ Աստված ստեղծել է իրեն փնտրելու համար։ Պողոսը պատասխանում է այն հարցին, թե ինչ է արել Աստված, որ մարդը հնարավորություն ունենա իրեն փնտրելու բանականության միջոցով։ Տեսեք, Աստված 3 նախադրյալ է պատրաստել։ Ուրեմն, արարչին փնտրելու առաջին նախադրյալը մարդկանց աշխարհ գալն է։ Մարդկանց աշխարհ գալն է, 26-րդ համարի առաջին մասին։ Եվ նույն արյունից մարդկանց բոլոր ազգերին ստեղծեց, որ ամբողջ երկրի երեսին բնակվեն։ Պողոսը ասում է, որ որպեսզի մարդը մի օր սկսի մտքով որոնել արարչին, նա պետք է նախ լույս աշխարհ գա։ Նրանց բոլորին նույն արյունից է ստեղծել։ Ստացվում է, որ բոլորը, անկախ նրանից որտեղ են ծնվել, հավասար են Աստծո առաջ։ Այս մասին մակարդուրը այսպես է գրում. բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ, քանի որ բոլորը սերում են մեկ մարդուց, Ադամից։ Այս ուսմունքը հարձակում է հույների ազգային արժանապատվության վրա, որոնք բոլոր ոչ հույներին համարում էին բարբարոսներ։ Ինչպես Հռոմեացիս 1:14-ում է Պողոսն ասում, ես պարտական եմ հույներին, բարբարոսներին, իմաստուններին։ Պողոսն ասում է, որ Աստված հավասար պայմաններ է ստեղծել բոլորի համար, նույն արյունից բոլոր ազգերին ստեղծելով։ Յուրաքանչյուր մարդ աշխարհ գալով աստիճանաբար սկսում է հարցեր տալ իր ծագման մասին։ Թե ով է ինքը, ինչի համար է ծնվել, որտեղից է եկել, ինչ ունի անելու կամ ուր է գնում եւ շատ այլ հարցեր իր ծնունդի եւ առհասարակ ծագման մասին։ Պողոսն այստեղ ասում է, որ Աստծուն փնտրելու նախադրյալը աշխարհ գալը, որն Աստված ապահովել է եւ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է այս հարցերին տրված իր պատասխանների համար։ Քանի որ գոյության ու ծագման մասին հարցերը ի վերջո տանում են արարչին։ Բայց եթե մարդիկ անտեսում են մտածելու հնարավորությունները կամ մտածում ու դատողություններ են անում մերժելով իրենց ստեղծված լինելու փաստը, ապա նրանք արդարացում չունեն։ Ունեցել եք կամ ունեք հիմա հարցեր ձեր ծնունդի եւ աշխարհի գոյության մասին։ Չէ՞ որ բոլոր փիլիսոփայական ուղղությունները շոշափում են հենց այս հարցերը։ Արարում, աշխարհի ծագում, մարդու ծագման մասին, ով ենք, որտեղից ենք եկել, ուր ենք գնում։ Եթե այո, գիտես, որ սա Աստծո կողմից նախադրյալ է, որ դու այդ հարցերի միջոցով որոնես կյանքի աղբյուրին, արարչին։
Պողոսն ասում է, որ Աստված եւս մեկ նախադրյալ է պատրաստել, եւ դա ոչ միայն մարդկանց ստեղծելն է բնակության համար, այլև սահմանել է, տեսեք, նրանց գոյության համար ժամկետներ։ Նայեք երկրորդ նախադրյալը, այն գոյության ժամանակների սահմանումն է, 26-րդ համարի երկրորդ մասը։ Եվ նույն արյունից մարդկանց բոլոր ազգերին ստեղծեց, որ ամբողջ երկրի երեսին բնակվեն եւ հաստատեց նախակարգյալ ժամանակները։ Նախակարգյալ ժամանակների սահմանում կամ հաստատում նշանակում է ուշադրություն, որ Աստված նախապես սահմանել էր ժամանակներ մարդու գոյության համար։ Մինչև նրա ծնվելը։ Հաստատել կամ սահմանել, հորիզո բառն է, այսինքն դնել սահման, այս դեպքում նշանակում է սահմանափակել, փոխաբերական իմաստով նաև ամրագրել կամ նշանակել։ Եվ մեր համարում ժամանակի եւ տարածության սահմանափակման իմաստով է գրված 26-27-րդ համարում։ Աստված սահմանել է ժամանակներ, այսինքն ուշադրություն, ժամանակաշրջաններ մարդկանց ապրելու համար։ Պատկերացնում եք ում մասին ենք խոսում հիմա։ Պատկերացնում եք ինչպես է Պողոսի ներկայացրած Աստվածն ընկալվում լսարանի մոտ։ Նա գերիշխան է, նա ամենագետ է, զորավոր է, իմաստուն է եւ վերջապես կարելի է թվել նրա մասին անverջ։ Նա այնքան զորավոր է, որ բոլոր մարդկանց ու ազգերին է ստեղծել նույն արյունից, նա այնքան իմաստուն է, որ բոլոր այդ ժամանակներն է որոշել, սահմանել, թե ով երբ որտեղ պետք է ծնվի ու ապրի։ Ինչու որ որոնեն իրեն։ Եվ ահա այս նախադրյալը եւս միջոց է, որ մարդը իր կյանքում բանական փնտրտուք սկսի հարցնելով ինչու եմ ես հիմա ծնվել։ Երբևէ մտածել եք այս մասին, կամ մտածել եք արդյոք ինչու հենց 21-րդ դարում ես ծնվեցի։ Ինչու ոչ առաջին դարում, օրինակ ինչպիսին կլինեի, եթե ես առաջին դարում ծնված լինեի։ Պատասխանը շատ պարզ է, ըստ Պողոսի, Աստված է այդպես սահմանել։ Եվ դա արել է, որ նախադրյալներ ստեղծի քեզ համար, որ իրեն փնտրես։ Ծնունդի ժամկետների մասին հարցերը շատ են եւ բոլորի մոտ, եւ մարդը պատասխանատու է, թե ինչպես է պատասխանում այս հարցերին։ Դրա համար իմացեք ով մարդիկ, ոչ ձեր ծնունդն է պատահական, ոչ էլ ձեր ծնվելու ժամանակը, ոչ էլ ձեր ծնված վայրը։ Պողոսի տրամաբանությունը բերած փաստարկները ցնցող են ուղղակի։ Այս հարցադրումներից ավելի շատ օգտվում են Եհովայի սուտ վկաները։ Նկատել եք, իրենք երբ մոտենում են, սովորաբար հարցնում են ինչ եք մտածում կյանքի մասին կամ հավերժության մասին կամ կյանքի ծագման մասին։ Ընդհանրապես հարցերը շատ լավ միջոց են մարդու միտքը շարժելու եւ գիտեք որ նախորդ քարոզից էլ տեսանք Պողոսի այդ դիալեգոմա է, երբ որ ինքը մտնում էր զրույցների մեջ հարց ու պատասխանի, որտեղ դա օգնում է որ ներողություն ձևակերպմանս համար մարդկանց ժանգոտած մտքերը սկսի աշխատել։ Եվս մեկ նախադրյալ կա, սիրելի մարդ, քեզ համար։ Աստված ոչ միայն ստեղծել է քեզ, որ փնտրես իրեն, ոչ միայն որոշել է ծնվելու ժամանակները, որ փնտրես իրեն, այլ նաև որոշել է թե որտեղ պետք է ապրես եւ դա պետք է խոր հարցեր առաջացնի քեզ մոտ։ Նայեք 26-րդ համարի շարունակությանը, որտեղ տեսնում ենք երրորդ նախադրյալը բնակության վայրերի սահմանումն է, բնակության վայրերի սահմանումը։ Եվ նույն արյունից մարդկանց բոլոր ազգերին ստեղծեց, որ ամբողջ երկրի երեսին բնակվեն եւ հաստատեց նախակարգյալ ժամանակները եւ նրանց բնակության սահմանները։ Պողոսն ասում է, որ Աստված սահմանել է նաեւ թե որտեղ պետք է բնակվեն մարդիկ նախքան իրենց ծնունդը։ Սա եւս մեկ նախադրյալ է, որ Աստված ապահովել է։ Պատկերացնում եք ինչ անզննելի է նրա իմաստությունը, ում հետ գործ ունենք մենք, որը միլիարդավոր մարդկանց ստեղծել է, որոշել է թե ով երբ պետք է ծնվի, նույնիսկ որոշել է նրանց ապրելու տեղանքները, հաշվարկել է եւ լույս աշխարհը բերել։ Սա ցնցում է մարդկային սահմանափակ միտքը եւ Դավթի նման մենք էլ կարող ենք ասել, ինձ համար շատ բարձր է այս գիտությունը, մենք չենք կարող ըմբռնել այս։ Ստացվում է, որ Պողոսը սնահավատ աթենացիներին ասում է. Աստված բոլոր մարդկանց տվել է հնարավորություն իրեն փնտրելու։ Նա բոլորի համար պայմաններ է ստեղծել, որ կարողանան իրենց եւ աշխարհի մասին զանազան հարցերի միջոցով
գնալ դեպի առաջին ճանաչողության միջոցով եւ բնությանը ստեղծագործության նայելու միջոցով զանազան հարցեր տալու միջոցով հնարավոր է բանական փնտրտուք սկսել արարչի ուղղությամբ։ Երբևէ չեք հարցրել ինչու եմ ես հենց Հայաստանում ծնվել կամ Ֆրանսիայում կամ մեկ այլ տեղ։ Ովքեր կենտրոնում են ապրում, դժվար այդ հարցը տան։ Երբևէ չեք հարցրել թե ինչու եք ծնվել հենց Երևանում կամ ինչու եք ծնվել հենց օրինակ Ավանում կամ Քանաքեռում, հարուստի կամ աղքատի ընտանիքում, առողջ կամ վատառողջ եւ բազում այլ ինչուներ։ Բոլոր այս հարցերը բնակության վայրերի մասին եւս առիթներ են գնալու դեպի Արարիչ Աստվածը։ Դրա համար կոչ, սիրելի մարդ, քեզ ստեղծել է Արարիչ Աստվածը, նա ինքն է իր ինքնիշխան կամքով որոշել քո ծնունդի ժամանակաշրջանն օրնել եւ նա իր անհուն իմաստությամբ որոշել քո բնակության վայրերը եւ այս ամեն Աստված կառավարում է իր նախախնամությամբ, որ հայտնի իրեն նախարարչագործության մեջ, հետո Հիսուսի դեմքով անձամբ քեզ։ Օրինակ հեթանոսները այս նախադրյալներից չօգտվեցին։ Սխալ արձագանքեցին։ Եվ տեսեք ինչ եղավ։ Հռոմեացիս 1:18-25, որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության ու անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Ինչպես են դա անում։ Տեսեք, որովհետև ինչ որ հնարավոր է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է։ Քանի որ Աստված նրանց հայտնեց, իսկ ինչպես հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ հատկությունները, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը, ուշադրություն, տեսանելի են ստեղծվածների միջոցով։ Արդ նրանք որևէ արդարացում չունեն։ Քանի որ Աստծուն ճանաչելով, այսինքն այդ չափի ճանաչողություն ունենալով, բանականությունը կարող էին աշխատեցնել հարցեր տալու միջոցով, գնալ դեպի առաջին, բայց դա չարեցին։ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստծո չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, ուրիշ փաստարկներ փնտրեցին։ Ուրիշ ավելի ցնորական տեսությունների հավատացին, քան նրան, որ Արարիչը ստեղծել է։ Լավ միտք կա, ասում են էվոլյուցիային ավելի դժվար է հավատալ, քան արարչագործությանը Աստծո կողմից։ Ավելի շատ ճակերտավոր հավատ է պետք, որ դու հավատաս այդ հիմար տեսությանը, քան որ ասում է Աստված է ստեղծել։ Իրենց մտածումներում ունայնացան եւ իրենց, լսեք, անմիջ սրտերը խավարեցին։ Ասելով թե իմաստուն են, հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծելի մարդու թրջունների, չորքոտանների ու սողունների պատկերի նմանությամբ։ Սիրելի մարդ, որտեղից էլ որ լինես, որտեղ էլ որ բնակվես, կյանքի ինչ պայմաններում էլ որ լինես, հարցը քեզ է ուղղված։ Ինչպես ես պատասխանում այս հարցերին, որ մանկուց քեզ ուղեկցում են։ Եվ եթե դու էլ մտածած չլինես, քեզ անպայման հարցերած կլինեն կամ լսած կլինես գոնե այս հարցերի մասին։ Քո ծագման մասին, քո ծնունդի մասին, քո բնակության մասին, քո սեռի մասին, ով ես, ինչ ես անում, ինչու ես եկել։ Որն է քո պատասխանը գոյությանը վերաբերող հարցերին, քո ծնունդի մասին հարցերին, աշխարհի, արարչի, կյանքի եւ կյանքից հետոյի մասին։ Եթե դու այս փուլում քեզ իմաստուն համարես ու դատողություններից մեջ ունայնանաս, դու հիմարանալու ես, ինչպես եղավ հեթանոսների պարագայում, եւ դառնալու ես կռապաշտ։ Եթե դարձի չգաս, քեզ Աստծո բարկությունն է սպասվելու։ Սրանք նախադրյալներ էին, իսկ նախադրյալներով կա հնարավորություն գտնելու արարչին թե ոչ։ Եթե դուք տակ այս հարցը, բայց հնարավոր է գտնել Աստծուն, այդ հարցը մեզ կտանի Պողոսի տրամաբանության հաջորդ բաժնին, որտեղ նա ցույց է տալիս արդեն Աստծուն գտնելու հնարավորությունները։ Նայեք 27 եւ 28-րդ համարներին, որտեղ կտեսնենք Աստծուն գտնելու հնարավորությունները։ Եվ առաջին հնարավորությունը դա սահմանափակ ճանաչողությունն է։ Առաջին հնարավորությունը դա սահմանափակ ճանաչողությունն է։ Տեսեք 27-ում ինչ է ասում Պողոսը։ Որ նրանք Աստծուն փնտրեն, այսինքն այս նախադրյալները Աստված ստեղծեց, որ Աստծուն փնտրեն, լսեք, որ խարխափելով թերևս գտնեն նրան։ Որ խարխափելով թերևս գտնել։ Պողոսը շատ լավ է հասկանում, որ Աստծուն գտնելու, ճանաչելու հնարավորությունը սահմանափակ է լինելու այս ստեղծագործության միջոցով։ Եվ նա երբեք չի շփոթում, ուշադիր լսեք,
Ստեղծագործության միջոցով Աստծո մասին իմանալը Հիսուսով նրան ճանաչելու հետ։ Այս կետը ֆիքսեք։ Սա վարդապետական ծանր կշիռ ունեցող մաս է։ Աստծո մասին իմանալ արարչագործությունից եւ Հիսուսով Աստծուն ճանաչել, սրանք տարբեր ճանաչողության տարբեր մակարդակներ են։ Արարչագործությունը քեզ կօգնի, որպեսզի պատկերացում մի փոքր կազմես, ինչպիսին է Աստված։ Իսկ Հիսուսով դու կճանաչես, թե ով է նա անձամբ։ Եվ Պողոսը չի շփոթում սա, տեսեք։ Նա բնութագրիչ է տալիս այս որոնմանը կամ գտնելու հավանականությանը, ասելով, որ խարխափելով թերևս գտնեն։ Խարխափել բառը հունարեն փսելաֆաո բառն է, որ նշանակում է զգալ, շոշափել եւ դիպչել։ Այս բառը ուշադիր լսեք, փոխանցում է մթության մեջ փնտրելու գաղափարը։ Երբ բացարձակ հայտնության լույսը հասանելի չէ։ Այսինքն գտնելու թերի տեսակի մասին է խոսքը։ Մութ սենյակում առարկաներ դրված լինեն, որ դուք շոշափեք։ Մի փոքր պատկերացում կարող եք, չէ՞, կազմել, բայց 100% ճանաչողություն կունենաք, երբ լուսավորվի։ Իսկ այս բառը, որ ասում է խարխափելով, շոշափելով, դիպչելով, զգալով, մի փոքր պատկերացում կազմելու մասին է, արարչի մասին։ Պողոսն ասում է, որ մարդիկ աշխարհը շոշափելով, զգալով ու դիպչելով հնարավորություն ունեն, ուշադիր լսեք, մասնակի ճանաչողության։ Աշխարհը շոշափելը նմանեցվում է մթության մեջ իրեր շոշափելուն, այսինքն այդ դեպքում դու կարող ես որոշակի պատկերացում կազմել, բայց ոչ 100%-անոց։ Ինչև լույսը կգար։ Այս փուլում արարիչ Աստծուն մասամբ է հնարավոր ճանաչել։ Դրա համար էլ Հիսուսը եկավ, մեզ լուսավորեց, որ հորը մենք ճանաչենք։ Մի քանի համար չեմ կարող չկարդալ, որովհետեւ դուք տեսնեք այդ տարբերությունը։ Առաջին ներողություն Հովհաննես 1:18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել բացի միածին որդուց, ով որ ծոցում է, նա է մեզ նրա մասին հայտնել։ Սա ճանաչողության լայն մակարդակի մասին է։ Երկրորդ Կորինթացիս 4:6 Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարի սող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց Աստծո փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Քրիստոսի դեմքով։ Սա ճանաչողության այլ մակարդակ է։ Եբրայեցիս 1:3-ը նա է Հիսուսը նրա փառքի լույսն ու էության ստույգ արտահայտումը։ Այսինքն արարչագործության տված ճանաչողությունը եւ Հիսուսի տված ճանաչողությունը սրանք բացարձակ տարբեր խորհրդության ճանաչողություններ են։ Հիսուսը Աստծո աներևույթ պատկերն է։ Այսպիսով բանականությամբ Աստծուն փնտրել պետք է եւ հնարավոր է, ասում է Պողոսը։ Յուրաքանչյուր մարդ աշխարհ գալուց սկսած այս հարցերին բախվելու է եւ պետք է մտածի դրանց մասին։ Պետք է շոշափի աշխարհը, դիպչի, զգա ու գնա որոնումների եւ գուցե Պողոսն ասում է գտնի։ Գուցե այստեղ ներկայացնում է հավանականություն։ Այսինքն շոշափելը, որոնելը կարող է տանել որոշ չափի ճանաչողության քեզ։ Տեսնում եք նրա աստվածաբանություն, չի սխալվում նույնիսկ այս դետալներում։ Հետո նա գիտի, որ մի քանի համար հետո նոր Հիսուսի մասին պետք է խոսի։ Ինքը դեռևս Հիսուսի մասին չի խոսել։ Ինքը խոսում է փիլիսոփաների հետ, որոնց գլուխները շատ մեծ են, ովքեր վերլուծում են ամեն բան, ինքն ասում է դուք արարչագործության միջոցով շոշափել զգալով, հարցեր տալով դուք հնարավորություն ունեիք արարչի մասին պատկերացում կազմելու։ Սա խոսում է յուրաքանչյուր բանական մարդու պատասխանատվության մասին։ Հարց, երբ հնարավոր բոլոր կերպերով շոշափում եք աշխարհը, վայելում, ուտում ու խմում եւ քաշում եք կյանքից հնարավորը, ինչ կասեք։ Որտեղից այդ կյանքը։ Ով է տվել այն։ Եվ ինչու է հենց քեզ տվել։ Հնարավորություն շոշափելու, անկախ նրանից դու ձեռքեր ունես թե ոչ, դու աչքեր ունես թե ոչ, սա կույրերն էլ կարող են շոշափել։ Եվ կույրերն էլ ունեն իրենց ճանաչողության հնարավորությունները։ Որպեսզի աթենացիները վստահ լինեն, որ արարչին հնարավոր է այդ չափ ճանաչել շարժելով բանականությունը եւ շատ հարցեր տալով, Պողոսը տալիս է եւս մեկ պարզաբանում արարչին գտնելու մասին։ Տեսեք 27-ի վերջում նա ասում է, որ նա մեզանից ոչ մեկից հեռու չէ։ Որ նրանք Աստծուն փնտրեն, որ խարխափելով թերևս գտնեն նրան, թեև նա մեզանից ոչ մեկից հեռու չէ։ Սա նշանակում է, որ
փնտրտուքը դատարկ ու անիմաստ չէ։ Քանի որ նա մոտ է, Պողոսը վստահեցնում է սնահավատ աթենացիներին, որ եթե նրանք իրենց բանականությունը անկեղծորեն գործածեն մտորելու համար, ապա անպայման կգան Արարչի գոյության եւ ուժի հետ հանդիպման։ Հիսուսն էլ էր հանդիմանում, հիշում եք մարդկանց, իրենց բանականությունը չօգտագործելու եւ սխալ ուղղությամբ օգտագործելու համար, մենք արդեն խոսել ենք։ Ասում էր կեղծավորներ, դուք կարողանում եք ձեր բանականությունը օգտագործելով քննել երկնքի նշանները։ Ձեր գործի բիզնեսի համար լավ կարողանում եք հասկանալ երբ է անձրև, երբ է արև լինելու, տաք քամիները երբ են գալու։ Բայց ինչպես եղավ, որ այդ ձեր բանականությունը չեք կարողանում գործի դնել, իմանալ իմ գալու ժամանակների մասին։ Դա հնարավոր է, դու բանականությունդ պետք է շարժեիր։ Պողոսն այստեղ ասում է, ինչ ուղղությամբ եք ձեր բանականությունը աշխատել։ Աստված նայեք ինչ նախադրյալները ստեղծել, որ դուք կարողանաք իր մասին պատկերացում կազմել։ Ձեր ծնունդի օրվանից դուք ունեք բոլոր հնարավորությունները։ Ամեն քայլափոխին դուք կարող եք այդ հարցերը տալ։ Պողոսը նաև տալիս է պատճառը, թե ինչու է վստահ, որ Աստված մոտ է, նայեք 28-ին, որովհետև մենք նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասացին, թե մենք նրա զարմն ենք։ Պողոսը այստեղ մեջբերեց բանաստեղծ Էպիմենդեսից, որովհետև մենք նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք, այնուհետև նա ավելացրեց մեջբերում երկու բանաստեղծներից եւս, Արատոսից եւ Կլանթեսից, կարող եք չհիշել անունները։ Մենք էլ նրա սերունդն ենք, կամ մենք նրա զարմն ենք, ձեզ մոտ չգիտեմ ինչպես է գրված, մենք նրա զարմն ենք։ Պողոսը չէր ասում, որ երկրի վրա ուշադիր լսեք, բոլոր մարդիկ Աստծո հոգևոր զավակներն են։ Դա նկատի չունի, քանի որ մեղավորները Աստծո զավակ են դառնում միայն Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով։ Ավելի շուտ նա հաստատում էր Աստծո հայրությունը բնական իմաստով, քանի որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով, այսինքն ինչպես մի քիչ առաջ ասած, որ մի արյունից ստեղծեց, հա? Կենսաբանական իմաստով, այսպես ասենք, որ Ադամից բոլորը առաջացան եւ նույնը կարելի է Նոյի մասին ասել, ջրհեղեղից հետո։ Այնուհետև Պողոսը կենտրոնացավ մարդկային ցեղի ծագման վրա։ Բոլոր ազգերը սերում են մեկ նախնուց, Ադամից։ Աստված ոչ միայն կանչեց բոլոր տարբեր ժողովուրդներին գոյության, այլև յուրաքանչյուրին նշանակեց իր ժամանակն ու տեղը։ Նա անթիվ ողորմություններ թափեց նրանց վրա, որպեսզի նրանք կարողանան փնտրել նրան։ Նա ուզում էր, որ նրանք զգան իրեն եւ գտնեն իրեն, չնայած իրականում նա հեռու չէր յուրաքանչյուրից։ Ճշմարիտ Աստծով է, որ մենք ապրում, շարժվում եւ գոյություն ունենք։ Նա ոչ միայն ստեղծեց մեզ, այլև շրջապատում է մեզ բոլոր կողմերից։ Դա նույնն է, որ մոր որովայնում երեխան ասի ուր է մայրս։ Ասի ես չեմ տեսնում, ուրեմն չկա, դու նրա մեջ ես։ Պողոսը նրանց գրողների մտքերից վերցնում է, որը արտահայտել է Աստծո մարդու մոտ լինելու գաղափարը եւ շարունակում է իր քարոզը կառուցել այդ գաղափարի վրա։ Այս հնարքը նույնն է, ինչ անծանոթ Աստծուն ձևակերպում վերցրեց Պողոսը։ Այսինքն վերցրեց նրանց ծանոթ մտքերից մի բան, որը չեզոքություն կտար որոշ չափով, որ կարողանար հենվել դրա վրա եւ խոսել իր գաղափարի մասին։ Եվ սա նաև մի տեսակ էմոցիոնալ կապ է ապահովում լսարանի եւ Պողոսի միջև։ Եվ երբ նա մեջբերում է իրենց ծանոթ սիրելի գրողներին, օրինակ այստեղ որ գա ամերիկացի եւ Թումանյանից մի մեջբերում անի, կարծեմ հետաքրքիր էմոցիոնալ կապ է ստեղծվում մեր եւ այդ ամերիկացու միջև, որտեղ մենք գիտենք, որ ինքը նորմալ էր, որ չիմանար Թումանյանի մասն էլ, բայց նա գիտի։ Պողոսն ասում է, տեսեք, նույնիսկ ձեր գրողներն են անդրադարձել Աստծո եւ մարդու մոտիկությանը եւ ասել են, որ մարդը Աստծո զարմն է, այսինքն զարմ, այսինքն Աստծո կողմից ստեղծված, հոգեվոր էակի կողմից ստեղծված։ Իմաստը սա է, սա մտապահ է, սա կարևոր է հաջորդ տեղերի համար։ Աստծո զարմն ենք ասելով, նկատի ունի Աստծո կողմից ստեղծված։ Տեսնում եք, եթե Աստծո կողմից ենք ստեղծված, հիմա ժամանակն է ծանոթանալու նրա հետ։ Եվ նա մոտ է բոլորիս, եւ նրա մոտ լինելու ապացույցը այն է, ուշադիր լսեք, Աստծո մոտ լինելու ապացույցը այն է, որ դուք հենց հիմա կարողանում եք շնչել եւ քայլել։ Ցնցող է Պողոսի տրամաբանությունը։ Ասում ինչ փաստարկ բերեմ, որ մոտիկությունը հասկանաք։ Շնչում ես, այդքան մոտ է Աստված։
Քայլում ես, այդքան մոտ է Աստված։ Եթե հիմա քիչ եք ընկալել, հիմա ավելի խորը կընկալեք։ Տեսեք, սա խենթանալու մոտեցում է։ Տեսեք Պողոսի բերած փաստարկը։ Աստծո մոտիկությունը հասկացնելու համար, ասում է նայիր շնչառությանդ պատճառին, շարժվելուդ պատճառին, քայլելուդ պատճառին եւ կհամոզվես, որ դա քո կարողությունները չեն։ Դա տրվում են քեզ այդ պահին։ Այո, տրվում են այդ պահին, ոչ թե տրվել են։ Ի՞նչն է տարբերությունը։ Տարբերությունը այն է, որ Աստված ոչ միայն տրանսցենդենտ է, եթե հիշում եք, այլ նաև իմմանենտ։ Դա նշանակում է, որ նա դեիստների կամ պանթեիստների ներկայացած Աստվածը չէ, որ ժամագործի նման լարել է աշխարհը եւ թողել է ինքնահոսի, այլ ինքը այդ պահին է մատակարարում համապատասխան ռեսուրս քո կյանքի համար։ Սա ապշեցնող է։ Դու եթե այս պահին կարողանում ես շնչել, դա ոչ թե այն պատճառով է, որ Աստված դարեր առաջ սահմանել է, որ դու 60 կամ 80 տարի շնչես, այլ ամեն շունչդ այդ պահին է մատակարարում։ Այդ պահին։ Դա մտերմության մասին չէ։ Այդքան մոտ է քեզ։ Դու երբ քնում ես, օրգանիզմդ աշխատում է, ոնց ինքն է մատակարարում։ Դու հենց նրանով ես ապրում ու շարժվում կաս։ Եվ ամենախոշոր փաստը ցույց տամ հենց համարից։ Խոսքը նրանով ենք շարժվում արտահայտության մասին է։ Այն գրված է ներկա ժամանակով, կրավորական սեռով, որը ցույց է տալիս, որ մարդու նկատմամբ ուշադիր լսեք, կատարվում է գործողություն։ Մարդու նկատմամբ նրանով ենք շարժվում, նշանակում է Աստծով ենք շարժվում։ Դե տեսեք, լեզվական եւ էգզեգետիկական մեկնաբան Ռոջերսը ինչ է գրում այս մասին։ Ես բառացի ուզում եմ ընթերցել, խնդրում եմ լսեք։ Գրում է հենց այս բայի ներկա ժամանակաձևը եւ կրավորական սեռը հնարավորություն է տալիս հասկանալու, թե մարդու շարժումը միայն ինքնուրույն գործողություն չէ, այլ կապված է Աստծո գործողության հետ։ Կարելի է հասկանալ, որ դա համաժամանակյա գործողություն է։ Այսինքն, երբ դու շարժվում ես, Աստված է քեզ շարժում։ Երբ դու շնչում ես, Աստված է քեզ շունչ տալիս։ Երբ դու քայլում ես, Աստված է մատակարարում ուժ, որ օրգանիզմդ կարողանա ապահովել դա։ Տեսեք Պողոսի փաստարկը։ Աստված շատ մոտ է, եւ դրա ապացույցն այն է, որ դուք շնչում եք, որ դուք ապրում եք դեռևս, որ դուք շարժվում եք։ Ահա տեսեք, թե որքան մոտ է Աստված իր ստեղծագործությանը։ Աստված իմմանենտ է նաեւ։ Պողոսը սովորեցրեց, որ Աստված բաժանված է իր արարչությունից, առանձին է, բայց նա դրա մասը չէ եւ նա ներկա է իր արարչագործության մեջ, մատակարարելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Այսպիսով Պողոսը քարոզեց նաեւ Աստծո ճանաչելիության մասին եւ ցույց տվեց, որ պետք է բանականությամբ փնտրել նրան, քանի որ նա մոտ է, եւ տվեց փնտրելու նախադրյալներ եւ գտնելու հնարավորություններ։ Հարց սիրելի մարդ, դու քո բանականությունը գործածում ես արարչին փնտրելու համար թե ոչ։ Փնտրիր, քանի որ նա մոտ է քեզ։ Եվ եթե ապացույց ես ուզում, ուշադրություն դարձրա շնչառության։ Կաս, շնչում ես, ապրում ես, նա ուրեմն կամեցել է եւ այս պահին քեզ մատակարարում է դեռևս շունչ, որ դու կարողանում ես ապրել։ Նա քարոզեց նաեւ 4-րդ ճշմարտությունը Աստծով լինելու մասին, քարոզեց նաեւ Աստծո բնույթի մասին։ Քարոզեց Աստծո բնույթի մասին, որ նրանք ճիշտ ճանաչեն Աստծուն։ Ինչ քարոզել սնահավատներին, որպեսզի ճանաչեն Աստծուն, տեսեք, պետք է քարոզել Աստծո բնույթի մասին։ Այս համարում Պողոսը ներկայացնում է Աստծո բնույթի մասին ճիշտ մտածելու երկու տրամաբանական փաստարկ։ Ճիշտ մտածելու երկու տրամաբանական փաստարկ։ Եվ դասը հետևյալն է, որ ուզում եմ փոխանցել։ Չպետք է մտածել, որ աստվածությունը նման է նյութականին։ Չպետք է մտածել, որ աստվածությունը նման է նյութականին։ Մի քիչ այլ վերաձևակերպությամբ ասեմ։ Մի կարծեք, մի մտածեք, որ նյութականը կարող է ներկայացնել հոգևորը կամ հոգևորին։ Նյութը չի կարող ներկայացնել հոգևորին։ Տրամաբանությունը այս է։ Ճիշտ մտածելու տրամաբանական փաստարկներ է տալիս Պողոսը այստեղ։ Տեսեք 20-րդ համարին։ Ու քանի որ Աստծո զարմն ենք, չպետք է համարենք, թե աստվածությունը նման է ոսկու կամ արծաթի կամ քարի, որ քանդակված է մարդկային վարպետությամբ ու խելքով։ Պողոսն իր աստվածային իմաստությամբ, Սուրբ Հոգու առաջնորդությամբ Աստծո ով լինելու մասին իր քարոզը ավարտում է
ցնցող եզրակացությամբ։ Կռապաշտների մտքերը ուղղելու վերջին քայլը Աստծո բնույթի ճիշտ ներկայացումն է, որն է դարձնում է փաստարկ սնահավատության խաբկանքը մերկացնելու համար։ Տեսեք, թե ինչ փաստարկներ է Պողոսը տալիս, որ սնահավատները կարողանան այլևս ճիշտ մտածել Աստծո մասին եւ հրաժարվեն սնահավատությունից ու պաշտեն կենթանի Աստծուն։ Այսպիսով ճիշտ մտածելու համար Պողոսը նախ տալիս է տրամաբանական առաջին փաստը։ Նայեք 29-րդ համարի առաջին մասին։ Նա խոսում է մարդու ծագման մասին։ Ու քանի որ Աստծո զարմն ենք։ Պողոսը տրամաբանական եզրակացություն է անում իր նախորդ պնդումների հիման վրա։ Նախորդ համարում նա մեջբերելով նույնիսկ հույն հեղինակների ասել էր, որ մարդը Աստծո կողմից է ստեղծված։ Հիշում եք։ Այսինքն այդ եզրակացությունը իր համար հիմա ծառայում է հիմ։ Կարծես ասի հասկացանք արդեն, որ եկանք այն եզրակացությամբ, որ Աստված է մարդուն ստեղծել։ Եվ դրա վրա կառուցում է միտքը։ Նա ասում է, քանի որ Աստծո զարմն ենք, այսինքն քանի որ մեր ծագումը աստվածային է, հոգևորից է, այնուամենայնիվ նյութական չէ։ Հոգևորը այդ, ումից մենք սերել ենք, ինքը նյութական չէ։ Այս միտքը ընկալելը լսարանին կօգներ մտածել աստվածային բնույթի եւ նյութականի մասին եւ նկատել դրանց տարբերությունը։ Նրանք կարող էին մտածել, մենք նյութական մարմին ունենք, բայց մեր ծագման աղբյուրը նյութ չէ։ Դա ինչ կարող է նշանակել։ Մտքերի այս ուղղությունը ճիշտ է եւ կնախապատրաստեր ամբողջական ճիշտ ընկալմանը։ Տեսեք, սա այն կետն է, որը հասկանալու դեպքում կկարողանային բանականությամբ տեսնել իրենց կռապաշտության խաբկանքը։ Այս կետում կկարողանային խոր համոզմունք ձեռք բերել, որ հիմարությունը իրենց արածը։ Ինչու՞։ Կարծես Պողոսը ասի, տեսեք, եթե դուք նյութը աստվածացնում եք կամ նյութով Աստծուն եք ներկայացնում, ախր նա նյութական չէ։ Նա հոգի է, նա չունի տեսք։ Նա անսահման մեծ է, նա ձեռակերտ տաճարում չի բնակվում, նա կարիք չունի, նա ինքնաբավ է, ինքն է բոլորին կյանք շունչ ամեն բան տալիս։ Աստված նյութական որևէ բանով չի կարող ներկայանալ, որովհետև նյութը սահմանափակ լինելով չի կարող ներկայացնել անտեսք հոգևորին։ Դա պարզապես հնարավոր չէ, դա անտրամաբանական է, դա մտքի խաբկանք է։ Տեսեք, թե Պողոսի տրամաբանական եզրակացությունն ինչ իմաստուն է եւ որքան կշիռ ունի։ Դե այս փաստարկից, որ մարդը Աստծո կողմից է ստեղծված, մարդու ծագումը հոգևոր էակի կողմից է, ծնվում է Պողոսի երկրորդ փաստարկը, որը կոչի լեզվով է ձևակերպված։ Տեսեք, ինչ մտքի է հանգում այս փաստարկը։ Ու քանի որ Աստծո զարմն ենք, չպետք է համարենք, թե աստվածությունը նման է ոսկու կամ արծաթի կամ քարի, որ քանդակված է մարդկային վարպետությամբ ու խելքով։ Պողոսն ասում է, որ սա է պատճառը, որ աստվածությունը չի կարող նման լինել նյութականին, քանի որ աստվածայինը հոգևոր բնույթ է, իսկ նյութականը նյութ է։ Սրանք տարբեր են իրենց բնույթով։ Նյութական ոչնչով դու չես կարող ներկայացնել հոգևորը, որովհետև տեսեք, դուք ընդունում եք, որ մենք Աստծուց ենք սերում, հոգևորն է մեզ ստեղծել, հիմա դու ուզում ես հոգևորը ներկայացնել, բայց նյութով դա հնարավոր չէ։ Տեսնում եք տրամաբանությունը։ Քանի որ Աստծո զարմն ենք, ուրեմն չպետք է մտածենք, որ աստվածությունը նման է մարդու խելքով քանդակված մի բանի։ Դու դրանով հակասում ես, որ հավատացել ես, որ քեզ ստեղծողը հոգևոր էակ է։ Որտեվ դու հոգևորին ուզում ես նյութով ներկայացնել։ Հիմնական պնդումը Պողոսի հետևյալն է. Աստվածությունը նման չէ, կամ իր բառերով չպետք է մտածեք, որ աստվածությունը նման է։ Սա կոչ է մարդու մտքին, որ սխալ է մտածում եւ չպետք է այլևս այդպես մտածի։ Տեսնում եք Պողոսի մոտեցումը, նա գիտի, որ բանականությամբ են այս իմաստուն փիլիսոփաները մոլորված եւ հենց կոչ է անում նրանց մտքին։ Նրանց բանականությանը եւ ասում, որ դուք սխալ եք մտածում։ Դուք խաբված եք, Աստծո բնույթի մասին սխալ պատկերացում ունեք։ Քանի որ ձեր ուժեղ տրամաբանությամբ դուք դեռ չեք հասկացել, որ նյութականը չի կարող ներկայացնել հոգևորին։ Դրանք անհամատեղելի բաներ են։ Աստծուն չի կարելի նմանեցնել որևէ բանի։
Եթե Աստված հենց ինքը չի պատվիրել այս մասին։ Երկրորդ Օրինաց 4:15, քանի որ որևէ կերպար չտեսակ, ասում է Աստված այն օրը, երբ Տերը խոսեց ձեզ հետ, զգուշացեք, որ չապականվեք եւ չպատրաստեք ձեզ համար որևէ կերպարի նմանությամբ կուռք։ Զգուշացեք, դուք տեսք չեք տեսել։ Ես անտեսք եմ։ Ինչպես ես տեսք տալու։ Այն էլ նյութով։ Այս շեշտը հատկապես կարևոր է։ Աստված մեկ հարցել է տալիս, սա էլ ասեմ եւ ավարտեմ։ Մարգարեություններում այս հարցն է տալիս. ում կամ ինչի կարելի է նմանեցնել իրեն։ Կարդում Եսայի 47:17-10, տեսեք։ Բոլոր ազգերը նրա առաջ ոչնչի պես են։ Նրա համար նրանք համարվում են ոչնչից էլ պակաս ունայնություն։ Ուրեմն, եզրակացություն, ում եք նմանեցնում Աստծուն։ Ինչ նմանության հետ եք համեմատում նրան։ Չկա դրա համարժեքը, որ դուք կարողանաք համեմատել։ Եսայի 40:25, ուրեմն ում եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ նրան, ասում է Սուրբը։ Լսեք, վեր բարձրացրեք ձեր աչքերը եւ նայեք ով է ստեղծել սրանք։ Տեսնում եք նույն տրամաբանությունը։ Հիշեք սիրելիներ, կռապաշտության ցանկացած դրսևորում աղավաղում է Աստծո իրական բնույթը։ Ահա թե որոնք էին այն փաստարկները, որոնք կօգնեին ազատվել կռապաշտությունից։ Լուծումը Աստծո բնույթի ճիշտ ընկալումն է։ Նյութականը եւ հոգեվորը անհամատեղելի են։ Հարց սիրելի մարդ, ինչպիսին է քո ընկալած Աստվածը։ Ինչ բնույթ ունի քո պաշտած Աստվածը։ Արդյոք նա հոգևոր էակ է, արդյոք նա արարիչն է։ Եթե այո, ուրեմն հիշիր, արարչին հնարավոր չէ նյութական որևէ բանով եւ ձևով արտացոլել։ Նրան միայն կարող ես պաշտել հոգով եւ ճշմարտությամբ։ Ճանաչելով Աստծուն հեռացեք սխալ պաշտամունքից եւ վերադարձեք իրական պաշտամունքին, որը մատուցվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ում մասին ավելի մանրամասն կխոսենք երրորդ կետում այս քարոզի, երբ Տերը կամենա։ Մի քանի դասեր վերցնենք եւ ավարտենք։ Ինչ դասեր կարող ենք սովորել։ Առաջին դասը՝ սնահավատներին քարոզեք Աստծո մեծության մասին։ Աստծո մեծությունը ճիշտ ներկայացնելով դուք կկոտրեք նրանց սահմանափակ կարծիքը անսահման Աստծո մասին։ Ցանկացած մարդ, ով իրին նյութին ձև է տվել, սիրելիներ, հիշեք, դա ազդանշան պետք է լինի ձեր համար, որ իր ընկալումներում իր ճանաչած Աստվածն էլ է այդքան սահմանափակ։ Պարզ օրինակներով բացատրեք նրանց, որ անսահմանը չի կարող տեղավորվել ձեռակերտ տաճարներում կամ կառույցներում։ Հիշեք, որ սնահավատությունը մտային խաբկանք է, որից կազատվի մարդը, երբ ճանաչի ճշմարիտ Աստծուն եւ նրա իրական բնույթը։ Երկրորդ, սնահավատներին քարոզեք նաեւ Աստծո ինքնաբավության մասին։ Ներկայացրեք մեր Տիրոջը առատ եւ շռայլ, ինչպիսին որ ինքը կա։ Իմացեք, որ Աստծո ինքնաբավության մասին ճիշտ պատկերացումը մարդու մտքում սխալ համոզմունքը քանդող մեծ քայլ կկատարի, մեծ դեր կունենա։ Բացատրեք մարդուն, որ Աստված կարիքներ չունի, քանի որ ինքն է բոլորին կյանք ու շունչ եւ ամեն բան տվողը։ Հետևաբար տրամաբանական է, որ աղբյուրը կարիք չունի ստանալու։ Երրորդ, սնահավատներին քարոզեք Աստծո ճանաչելիության մասին։ Բացատրեք նրանց, որ իրենց բանականությունը Աստծուց տրված մեծ ռեսուրս է եւ իրենք պատասխանատու են այդ ռեսուրսի տնօրինման համար եւս։ Կոչ արեք նրանց ճիշտ ուղղությամբ աշխատեցնելու իրենց բանականությունը։ Կոչ արեք, որ մտքով փնտրեն Աստծուն, բանականությամբ, ուսումնասիրելով աշխարհը։ Ասեք ինչ եք մտածում այդ հարցերի մասին։ Իրազեկեք նրանց, որ Աստված է իրենց ծնունդ տվել, որոշել իրենց ապրելու ժամանակը, իրենց բնակության վայրը, այդ նախադրյալները դու կարող ես օգտագործել ճակերտավոր շոշափելու համար Աստծո գոյության փաստերը։ Եվ վերջին, չորրորդ, սնահավատներին քարոզեք Աստծո բնույթի մասին։ Հիշեք, որ կռապաշտության, սնահավատության ցանկացած դրսևորում կապված է Աստծո բնույթի սխալ ընկալման հետ։
Տրամաբանական փաստարկներ տվեք մարդկանց իրենց ծագման մասին, իրենց ստեղծման մասին, որ կարողանան մտածել իրենց լույս աշխարհ գալու պատճառի մասին։ Օգնեք, որ իրենք մտքով հասկանան, որ իսկապես հիմարություն է անչափելի Աստծուն չափեր տալ, աննման Աստծուն նմանեցնել որևէ բանի, եւ սրանք արեք Աստծո բնույթը ճիշտ ներկայացնելով։ Հիշեք, կռապաշտությունից ազատվելու միակ միջոցը ճշմարիտ Աստծուն ճիշտ ներկայացնելն է։ Եկեք աղոթենք։ Երկինք ու երկիր ստեղծող միակ ու ճշմարիտ Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Ողջ փառքը, գոհությունն ու պատիվը քեզ է վայել, քեզ է արժանի, որովհետեւ դու ես միայն արժանին։ Շնորհակալ ենք, որ մեզ այնքան ես լուսավորել, որ չես թողել միայն արարչագործությամբ քեզ ճանաչելու, այլ օրեցօր ավելի ու ավելի ենք ճանաչում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի դեմքով։ Շնորհակալ ենք, որովհետև գիտենք, որ եւ բանականությունն է քեզնից, եւ Հիսուսի միջոցով ճանաչողությունն է քեզնից, եւ մենք ողջ սրտով փառք ենք տալիս քեզ քո այս աշխատանքի համար, որ կատարել ես մեր կյանքում։ Աղոթում եմ, որ մեր շրջապատում որքան մեզ հանդիպեցնես մարդկանց, ովքեր որ դեռևս քեզ չեն ճանաչում այնպիսին, ինչպիսին դու ներկայանում ես քո խոսքում, ինչպես քեզ ներկայացրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մենք կարողանանք ներկայացնել մարդկանց ճիշտ այնպես, ինչպես քո առաքյալներն արեցին, ներկայացնելով քեզ ինչպիսին որ դու կաս, քո ստեղծիչ, քո արարիչ լինելը, քո ճանաչելիությունը, քո ինքնաբավությունը, քո գերիշխանությունը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց աղավաղված ունայն դատողություններից ու պատկերացումներից, իրենց սահմանափակ ընկալումներից հրաժարվելով ճանաչեն միակ ու ճշմարիտ անսահման Աստծուն։ Շնորհակալ ենք այս ճշմարտությունների համար, որը որ եւս հնարավորություն է մեր գիտելիքները ավելացնելու, մեր հոգիները ցնծում են այս ճշմարտություններից, տեսնելով, ուրախանալով, լսելով, եւս մեկ անգամ քո մեծության համը առնելով։ Օգնիր, որ կարողանանք սրանք եւ կիրառել մեր կյանքում եւ փոխանցել մեր շուրջիների, որովհետեւ գիտենք, որ մեր շրջապատող աշխարհը ավելի լավ վիճակում չէ, քան առաջ էր։ Հիմա էլ մեր 4 կողմը կռապաշտներով լցված է եւ ավելի վտանգավոր տարբերակներով, որ մարդիկ կարծում են քեզ են ճանաչում, բայց իրականում քեզնից հեռու են։ Օգնիր, որ մենք կարողանանք միշտ զգոն ու շադիր լինել մեր բոլոր շփումների հաղորդակցությունների մեջ, որ ինչպես Պողոս առաքյալը այստեղ մենք էլ կարողանանք մարդկանց օգնել այս բանական ճանաչողության ճանապարհը անցնելու քեզ հետ միասին։ Եվ գիտենք, որ եթե դու չօգնես, ոչ մի մարդ չի կարող քեզ ճանաչել, ոչ արարչագործության միջոցով, ոչ էլ Տեր Հիսուս Քրիստոսի։ Դրա համար եւս մեկ անգամ ողջ փառքը տալիս ենք քեզ եւ խնդրում, որ մեզ պահես, պահպանես ու առաջնորդես, որ մեր գոյության օրերը միշտ փառք բերեն քո անվանը եւ մեր գոյությունը միշտ թող նպաստի Քրիստոսի ավետարանի տարածմանը։ Այս ամենը մենք աղոթում ու խնդրում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորես դու Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։